Պարոն Ղազարյան, նախընտրում եմ ձեր խոսք հղել այսօրվա խորհրդի հետ կապված վերաբերյալ։ Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին այս փառահեղ գեղեցիկ տոնի առիթով, որովհետև 1918 թվականին ցեղասպանություն վերապրած եւ հուսալքված, կոտորված, բնաջնջված ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ իր պատմական հայրենիքում հռչակել առաջին հանրապետությունը, որը հիմք հանդիսացավ նաև հետագա մեր գործող Հայաստանի Հանրապետության կազմավորման համար։ Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին այս փառահեղ գեղեցիկ տոնի առիթով։ Պարոն Ղազարյան, շատերը նշում են, որ նման զորահանդես կազմակերպել է Հանրապետության նորն այդքան էլ ճիշտ չէր, ձեր դիրքորոշումը։ Երբևէ մայիսի 28-ին զորահանդես չի կազմակերպվել։ Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ բոլոր զորահանդեսները կազմակերպվել են սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակման տոնի առիթով, այսինքն բանակի ցուցադրությունը պետք է լինի կամ բանակի օրը, կամ անկախության գործող հանրապետության, ոչ թե պատմական իրադարձությունների հիշատակման, այդ օրվա խորհուրդը շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ դա պետք է, եթե զորահանդես, ապա իմաստը, տրամաբանությունը եւ ավանդույթը հուշում է, որ դա պետք է լիներ սեպտեմբերի 21-ին։ Բայց քանի որ սա ոչ թե զորահանդես է, այլ քաղաքական ակցիա, որտեղ հիմա այս պահին ելույթ ունեցողը գտնվում է արձակուրդի մեջ, եւ նույնիսկ արձակուրդից հետ չի կանչվի, այսինքն գտնվելով քաղաքական քարոզարշավի շրջանակներում զինված ուժերը փորձում է ծառայեցնել իր քաղաքական շահերին։ Սա անթույլատրելի է եւ ապօրինի է։ Այն ինչ որ կա հանրապետության հրապարակում, այն ինչ որ կա հանրապետության փողոցներում, ամիրամ դա հայ ժողովրդի սեփականությունն է եւ դա ծառայելու է հայ ժողովրդին նաեւ հունիսի 8-ին, հունիսի 9-ին, այսինքն նաեւ ուժեղ Հայաստանում։ Եվ ուժեղ Հայաստանն է որոշելու մեր զինված ուժերի օգտագործման նպատակահարմարությունը իշա Հայաստանի Հանրապետության եւ դրա ժողովրդի։ Այնպես որ ինչքան էլ փորձեն քաղաքականացնել այս կարևոր գեղեցիկ տոնը դրա խորհուրդը, այնուամենայնիվ հայ ժողովուրդը շարունակում է պաշտպանել իր պետությունը եւ իր բանակը։ Քանի որ վերջին շրջանում փոխվեց նաև Պաշտպանության բանակի զինանշանը, կցանկանայի ձեր դիրքորոշումը հասկանալի զինանշանի հետ կապված, փոփոխությունները արծվի հետ կապված, դրոշը, քարտեզը վերևում փակցվի։ Նախ ասեմ ձեզ, որ խորհրդանիշների նշանակությունը չափազանց մեծ է եւ գոյություն ունի իրավական բաղադրիչ, այսինքն պետական ցանկացած մարմնի խորհրդանիշ, այդ թվում զինված ուժերի, պետք է սահմանվի միայն կառավարության որոշմամբ։ Ինձ հայտնի չի որևէ իրավական ակտ։ Չեք տոնում լսենք։ Չեք տոնում լսենք։ Գնա դու։ Դու տես մի խոսայի մեջ։ Դու տես մի խոսայի մեջ։ Կապեք չլսի։ Գնացեք ձեր հրապարակը։ Խանգարում եք։ Սրանից ուզում է ինձ մի հատ ելույթ։ Խանգարում եք, ամոթ ձեզի, ամոթ։ Դավաճան։ Պարոն Դավաճան։ Խոսում է Դավաճանը մի Չէ, խաղաղ։ դու խանգարի։ Ներողություն, առանց վիրավորանքների մենք Տարեք սլավ։ Այ համբարձում։ Հələ երեսունը գալիս են խոսում։ Զապիս արեք։ Գոր, վարչապետը թույլ։ Մուսուլման շահը։ Գնացեք ամանչեք։ Զանգը նախորոք եմ Զանգումը, այո։ Գնացեք։ Հիմար ինձ սպելնելը ճիշտ չէ։ Գիտեք որ մարդուն վիրավորելը նույնպես Բայց դե ձեր տեղը չի։ Կարող շարունակի։ Դե ձեր տեղը չի։ Կարող շարունակի։ Ցանկացած խորհրդանիշ, այդ թվում զինված ուժերի խորհրդանիշ նախ պետք է հաստատվի կառավարության որոշմամբ։ Ժողովրդավարական երկրներում ցանկացած որոշում, առավել եւս սիմվոլների հաստատման, դա պետք է լինի հանրային լայն քննարկումների Խանգարում արդյունքում։ եք, չեք տոնում։ Այստեղ հանրային որևէ քննարկում չի եղել, այսինքն որևէ մարդու կարծիք չեն լսել։ Ոչ մասնագետների, ոչ զինվորականների, այսինքն տայք մեր խորհրդանիշը հաստատվել է, եթե չեմ սխալվում, 2001 թվականից, եւ այդ խորհրդանիշի ներքո զինված ուժերում ծառայություններ են իրականացրել տասնյակ հազարավոր, 100 հազարավոր զինվորականներ։ Նրանցից ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնվել այս խորհրդանիշը հաստատելու ժամանակ։ Շնորհակալություն այդի։ Ես հիմա խանգարում եմ, Ինքն է խանգարում, ես ասում եմ դու խանգարում ես։ Ամեն դեպքում
այս երկրում տիրող այդ ամեն ինչը ժողովուրդը լավ տեսնում է, լավ գիտի, կառավարության արած գործերը, այսօր սաղս կտեսնենք ինչ է արել կառավարությունը, այն որ ասում են ոչ մի բան չի արվել, այսօր կառավարությունը, իշխանությունը այն բաներն են արել, որ 30 տարի ոչ մեկ չի արել։ Երկրորդ, ու հետաքրքիր է գիտեք ինչը, որ ում վրա որ քրեական գործ է բացվում, որոշում է մտնի քաղաքականություն։ Եթե ժողովրդի մասին այդքան մտածում էին, այդքան մտածող էին, սրտացավ էին, պարտադիր չէր, որ այս պայն որոշեն մտնեն քաղաքականություն ինչ-որ բան փոխելու։ Ժամանակին են իրանք ծրագրերը, որ տենց խաղցր գեղեցիկ խոսքերով ներկայացնում են, ասում են, այն ժամանակ թող անեին։ Իրանք այդ հնարավորությունն էլ ունեին, այդ իրավունքն էլ ունեին, ժողովրդի կողքին կանգնելու։ Ու չգիտեմ, ուղղակի ժողովուրդը այդքան միամիտ չի, հիմար ազգ չենք մենք լավ գիտակցում ենք ու կեցի Հայաստանի Հանրապետությունը, որ այսօր ունենք մենք։ Շնորհակալություն։ Բոլորս հայ ենք, մեկս մեկին սիրենք, սեր տանք, որ հակառակորդին Ուրեմն այդ խորհրդանիշի մասին ավարտենք, որ դա որևէ կողմից, բացի դրանից դա շատ կարևոր սիմվոլիկա էր ամեջ պարունակում, որը անթույլատրելի է։ Մասնավորապես, ասենք, այդ աղճատված քարտեզը Հայաստանի, որը փորձել են ներկայացնել զինված ուժերի խորհրդանիշի մեջ, հեռացրել են հայերեն բոլոր տառերը։ Այսինքն, եթե նկատել եք, դա այլևս չի կոչվում զինված ուժեր Հայաստանի Հանրապետության, կոչվում է հայկական բանակ, ընդ որում տեքստերը զինված ուժերի խորհրդանիշի վրա այլևս չեն կիրառվում։ Եվ ամենակարևորը, որ հեռացվել է վահանը, որի վրա պատկերված էր հայկական հավասարաթև խաչը, որը նաև Խաչը չէ որ իր ձեռքում է։ Այո, բայց վահանի վրից խաչը հեռացվել է եւ վահանի վրա տեղադրվել է 8 թաթև աստղ, որը նաև Ադրբեջանի դրոշի վրա զինանշանի վրա կիրառվող խորհրդանիշ է։ Շատ ժամանակ նմանեցնում ենք, չէ՞ մենք սարդանախշերի հետ է կապված։ Մեր պրակտիկայում, այո, մեր եկեղեցիներում էլ է կիրառվում, բայց քանի որ դա նաև Ադրբեջանի պաշտոնական զինանշանի խորհրդանիշը նույնպես 8 թաթև աստղ է իր մեջ պարունակում, հիմնավորումը, թե դա ինչի պետք է մեր զինանշանի վրա անել, որևէ տեղ չի ներկայացվում։